Բրիտանական պատժամիջոցներ Հայաստանի ընտրություններին միջամտելու համար շվեդական Blank Spot-ի բացահայտած հակափաշինյանական ծրագրեր։ The Insider-ի հետաքննությունը ռուսական հատուկ ծառայությունների գործունեության մասին արտահոսած հարյուրավոր փաստաթղթեր ու Հայաստանի վարչապետին ուղղված զինված սպառնալիքներ։ Անցնող քաղաքական շաբաթը լարված էր ոչ միայն հայտարարություններով, այլև նոր բացահայտումներով։ Նիկոլ, դու պատասխան ես տալու։ Մգիտեմ դու շտեղավես մանգամ։ Վեր փողոցներ ավես անցկենում։ Դա ուղղված էր պետության դեմ։ Զարմանում է, որ բոլոր ուժերը չէ, որ դատապարտում են տեղի ունեցածը։ Մենակ այդ տեսարանը, այդ տեսքը ու հայերեն, որ խոսում են, դա վարկաբեկում է ազգը, ժողովուրդը։ Մենք ունենք անկախ պետություն, որ ազատագրական շարժման մասին է խոսքը։ Ահաբեկչական խմբեր այնտեղ են, որտեղ որ ժողովուրդները դել անկախություն չունեն։ Ընդդիմության կողմից էլ շրջանառվում է, թե իբր իշխանությունն է հեղինակը, որ ինքն իրեն վնասի, հարցնում է Գրիգորյանը։ Ինչու ձեռնտու չի իշխանությանը, բացատրում են։ Իշխանությանը շատ կարևոր է, որ այս ընտրական process-ը լեգիտիմությունը չկորցնի։ Ոչ մի բռնություն չլինի, ուժ չլինի, ընտրարշավի ժամանակ սպառնալիքներ բացահայտ չլինեն, զենքով ինչ-որ մարդիկ չխոսան։ Եվ դեռ հարց է, ինչ նպատակներով են հենց Ղարաբաղի բարբառն օգտագործել։ Երևույթը ընդհանրապես վատ է, երբ մի կողմից թիրախավորվում է իշխանությունը որպես Արցախ հանձնող, հող հանձնող 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնող եւ այլն, մյուս կողմից թիրախավորվում են առհասարակ արցախցիները։ Քարոզարշավի առանցքում ոչ այնքան ծրագրեր են, որքան շահարկումներ արցախցիների մասին ու անունից։ Ովքեր Արցախի հարցը չարաշահում են ամբիոններից, ազգային ժողովի ամբիոններից։ Չգիտեմ, նախընտրական քարոզարշավի ժամանակ նրանք Արցախը արժեզրկողներն են։ Վարհամ Աթանեսյանը Ստեփանակերտում է թողել 2 բնակարան, գյուղում տուն։ Խորապես ծանոթ է պատմությանն ու բանակցային գործընթացներին։ 2000-ից 2015 թվականներին եղել է Արցախի ազգային ժողովի 3 գումարումների падգամավոր։ Արցախցի Տիգրան Պետրոսյանն էր հասարակական հանրային գործիչ։ Մի այսպիսի արտահայտություն արեց, որ եւ ընդդիմությունը եւ իշխանությունը թող արցախցիների մասին լռեն։ Ես համամիտ եմ։ Եվ ընդհանրապես Արցախով չի որոշում Հայաստանի ճակատագիրը։ Թե ով ինչ վերաբերմունք, հա ես արցախասեր եմ։ Ցանկանամ վաղ գնամ Հակարի կամրջին կանգնեմ, ասեմ թույլ տվեք ես գնում եմ իմ գյուղը, իմ տունը, Ստեփանակերտի իմ բնակարանն եմ գնում։ Բայց դրանից ինչ է փոխում։ Տեսք են տալիս, քարոզություն են ծավալում, թե Արցախով զբաղվում են, առաջին հերթին նրանք են Արցախը արժեզրկում, ինչպես որ արժեզրկել են 2022-23 թվականներին լինելով Ստեփանակերտում քաղաքական վերնախավ։ Ես առումով Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է, երբ նրանց անվանում է պսևդովերնախավ։ Ղարաբաղի հարցի այսպիսի շրջանառումը նոր բան չէ ու նոր շրջանակների կողմից չէ։ Աթանեսյանը վերջին 8 տարիների շրջանառվող խոսույթն է հիշեցնում։ Այսպես ասած ֆեյքա-ֆաբրիկան գործում է 2018 թվականից Ստեփանակերտից եւ Երևանում տասնյակ մարդիկ հավաքագրված 2018 թվականից քարոզություն էին տանում, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, որպեսզի Արցախը հանձնի։ Եվ դա նույն քարոզությունն է, դա փոխվել է այստեղ։ Նույն մարդիկ են, նույն անձնավորություններն են, նույն շրջանակներն են։ Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների հետ, այսպես ասենք, աֆիլացված շրջանակներն են, որ նույն քարոզությունը տանում են։ Գիտեք, բանը հասնում է Զավեշտի, օրինակ ասենք, այ մակարդակին է հասնում, որ երկրորդ նախագահը հայտարարում է, որ Փաշինյանը չի ցանկանում Բաքվից մարդկանց վերադարձը, որովհետև նրանք կարող են Հայաստանում ինչ որ քրիտիկական զանգված հավաքագրել ինչ նպատակների համար, այսինքն ինչ նպատակի համար Բակո Սահակյանը կարող է Հայաստանում արցախցիների համախմբում իրականացնել։ 2021-ի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը խառնեց խաղաթղթերը, դրանից հետո փորձեր արվել են իշխանափոխության։ 2 տարի առաջ arczepiskopos Բագրատ Սեփազյանի շարժումը հիմնականում հենվում էր հենց այդ զանգվածի վրա եւ այդ քրիտիկական զանգվածը չհաջողվեց հավաքել։ Ճիշտ է, ասենք 10-15, չգիտեմ, 1000 մարդ հավաքեց, բայց դա այն զանգվածը չի, որ կարող է ինչ-որ հարց լուծել։ Եվ վերջապես երրորդ Ինչ է նշանակում
Արցախից բռնատեղահանված մարդկանց օգտագործել կամ դարձնել գործիք, որպեսզի Հայաստան իշխանափոխություն իրականացնի։ Տրամաբանության մեջ չի տեղավորվում 10 տարի։ Հայաստանում նախագահի պաշտոնավարած ազնվորությունը այսօր չունի 20,000 համակիր, պետք է Բակո Սահակյանը Բաքվից գա եւ Երևանում 20,000 մարդ հավաքի, որ ինչ անի։ Ստեփան Գրիգորյանը կարծում է այդ կերպ Հայաստանի ներսում են փորձում բաժանարար գծեր տանել ու ներքին լարվածություն գեներացնել հայաստանցիներ, արցախցիներ կեղծ բաժանումներով։ Կարևոր էր, որ Նիկոլ Փաշինյանը երբ որ արձագանքում էր այդ տեսանյութին, հա, մի քիչ ջղայնացած, բայց ինքը հստակ ասեց, որ արցախցիները մեծամասնությունը շատ աշխատասեր, ազնիվ հայրենիք սիրող մարդիկ են։ Չի կարելի հավասարության նշան դնել Ստեփանակերտի պսևդովեռնախավի եւ շարքային արցախցի մտավորականի միջև կամ այն զինվորականի միջև, որը միջև վերջին օրը եղել է դիրքերում, իսկ մյուսը, ասենք, այդ նույն պահին մտածել է իր ընտանիքը եւ ունեցվածքը կամ, չգիտեմ, բիզնեսը Երևան տեղափոխելու մասին։ Վահրամ Աթանեսյանը նաև որպես Ղարաբաղցի շատ հարցերի պատասխաններ չունի, չի հասկանում։ Այդ մարդիկ ինչու այսօր Երևանում $1 միլիոն սուպերմարկետ են գնում եւ իրենց բիզնեսը շարունակում են։ Ինչու այդ մարդիկ բազմաբնակարան շենքեր են կառուցում։ Կամ ասենք Արցախ բանկ փակbaşնետերական ընկերության բաժնետոմսերի 20%-ը պատկանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։ Այսօր ով է տնօրինում այդ 20% մասնաբաժինը, որ ըստ տեղեկությունների տարեկան, եթե չեմ սխալվում, 2 միլիարդ դրամ զուտ եկամուտ է բերում, շահույթ է բերում։ Եվ ինչու գոնե այսօր այդ շահույթը արցախցիների աջակցությանն ուղղված չէ։ Թե մյուս կողմից ես պետք է խղճի առաջ չմեղանչեմ եւ ասեմ, որ երբ իշխանությունը որևէ արցախցի նախկին պաշտոնյայի կամ զինվորականի թեկուզ հրավիրում է քննչական կոմիտե բացատրություններ ստանալու, ապա հետևում է հսկայական աղմուկ, որ Փաշինյանը հետապնդում է արցախցիներին եւ արտառոց ամենատարօրինակը այն է, որ հայտնվում են իրավաբաններ, փաստաբաններ, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպան հանդես եկող ազնվորներ, ովքեր ասում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված անձը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ընդդատյա չէ։ Ասենք Հայաստանի դատարանը չի կարող դատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պաշտոնյային, որտեղ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ Իսկ ստացվում է, որ մարդը կարող է ծանրագույն հանցագործություն գործել, ազատ ապրել այստեղ Հայաստանի Հանրապետությունում, չստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բավարարվել իր 070 կոդի ազնագրով եւ ընդդատյա չլինել։ Իսկ այսօր տարբեր ուժերի կողմից բարձր հնչող ձևակերպումները նաև հակասում են իրենց իսկ հայտարարություններին, օրինակ է բերում։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցության ղեկավարը, որ հավակնում է կամ ինքը լինել վարչապետ կամ իր նախընտրած տեխնացուին դարձնել վարչապետ, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին վիրավորել է, որը պատերազմի պատճառ է դարձել։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի նախորդած իշխանությունները Իլհամ Ալիևին չեն վիրավորել։ Ինչու չեն վիրավորել։ Կամ մյուս կողմից քարոզություն են տանում, որ Իլհամ Ալիևը Քոչարյանի առջև ծնկաչոք էր, չգիտեմ, գլխիկոր էր։ Ուր մնաց դա։ 20 թվականի պատերազմը պայմանավորել նրանով, որ Փաշինյանը վիրավորեց Իլհամ Ալիևը հարձակվեց, դա նշանակում է, որ դուք չեք վիրավորել։ Դրա համար Իլհամ Ալիևը չի հարձակվել, ասիկա ոչ թե ուժեղ եք եղել։ Այլ կամակատարն եք եղել։ Այսինքն ամեն ինչ արել են, որպեսզի իրենց օրոք պատերազմ չլինի։ Խնդիր է ոչ միայն քաղաքական ուժերի ձևավորած օրակարգը, այլև Հայաստանում գործող օրենքները։ Ըստ Աթանեսյանի, օրինակ, Հայաստանի կուսակցությունների մասին օրենքը ունի կոպիտ բացեր, երբ այլ երկրի քաղաքացիները կամ Հայաստանում ընտրվելու իրավունք չունեցող անձինք իրավունք ունեն Հայաստանում կուսակցություն ստեղծել, կամ երբ կուսակցությունների ղեկավար մարմիններում ներգրավված են այլ երկրների քաղաքացիներ։ Անընդունելի է, որ մոտ քառորդ դար Ռուսաստանի քաղաքացին Հայաստանում զբաղեցրել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի, նախագահի խորհրդականի, զինվորական գլխավոր տեսչի շատ պատասխանատու պաշտոնները։ Կարող ենք անուններով ասել։ Միքայել Հարությունյան, երբ մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվում,
Եվ արտահանձնման հարցը հարուցվել Ռուսաստանի Դաշնությունից պատասխանել է, որ ՌԴ քաղաքացին սահմանադրությամբ չի կարող արտահանձնել։ Մեղադրանք է առաջադրված Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար։ Հիմա Մոսկվայից այստեղ քաղաքականությամբ է զբաղվում Միհրան Պողոսյանը, գեներալ է։ Եվ Ռուսաստանն էլ Հայաստանի համար այնպիսի ռազմավարական դաշնակից է, որ ապաստանում է քրեական հետախուզման մեջ գտնվող հայ 3 գեներալի։ Այսպիսի հարցերը կլուծվեն օրենսդրական կարգավորումներով, ժողովրդավարությունը չի կարող զուգահեռ քայլել հակապետականության հետ, շեշտում է Աթանեսյանը։ Երբ բանը հասնում է արդեն հակապետականության, օրենքը պետք է խիստ լինի։ Նույնը վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրությանը։ Ոչ ոք չգիտի, թե բիժամով գրանցված լրատվամիջոցը, կայքը, ինչ ֆուրոր կարող է առաջացնել Հայաստանում։ Ամենավտանգավորը հայրենիքի պետության հանդեպ թերահավատության, թերարժեքության ներարկումն է։ Բաց սահմանները անվտանգության երաշխավոր են, ոչ թե ինքնության կորստի ցուցիչ։ Ինչ է նշանակում բաց սահմանը տանում է թուրքացման։ Ինչու հույները չեն թուրքանում։ Ավելի արմատական վեճ ունեն Թուրքիայի հետ, քան մենք։ Համենայնիվ մենք Թուրքիայում Սուրբ Սոֆիա չենք թողել, տաճար չենք թողել, որ այսօր վերածված է մզկիթի։ Ստամբուլում ապրող հայերը ինչու չեն թուրքանում։ Բայց դից գեղեցիկ են հայերը խոսում։ Խաղաղությունը միայն քաղաքական, իրավական ձևակերպում չէ, քաղաքական խաղաղությունը ապրելակերպ է, կենսակերպ, շարունակում է Աթանեսյանը։ Քաղաքացին ուզում է համոզված լինել, որ օրինակ տեղ գյուղում իր արտից, իր հողամասից 50 մետր այն կողմ այլևս, եթե Հայաստան եւ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են ստորագրում ու սահմանազատում են անցկացնում, տանկ, հրետանի, ականաներ չի կանգնելու։ Քաղաքացին ուզում է համոզել։ Քաղաքական ուժերն ասում են ոչ, դու դատապարտված ես։ Դու դատապարտված ես։ Եթե դու տեղ գյուղում ես ծնվել, ուրեմն Լաչինի հետ պետք է ճշտամանք ունենաս։ Եթե Կապանում ես ծնվել, ուրեմն Ղուբատլուի հետ, Զանգելանի հետ պետք է ճշտամանք ունենաս։ Վերջին օրերին տարբեր աղբյուրներով արտահոսած, գաղտնազերծված փաստաթղթերը, նամակագրությունները, զեկույցները շատ հարցեր են պարզաջրում, որոնք անտեսելը եւս հակապետականություն է, Ստեփան Գրիգորյանն է ընդգծում։ Ի վերջո, վաղը ես չեմ ուզում, որ մեր պարլամենտում լինի ֆրակցիա, որի մեջ, ասենք, ՖՍԲ ագենտուրան ուղղակիորեն կա։ Պարզ է, Ռուսաստանը փորձում է ազդել մեր վրա, պարզ է ներդերում է մարդկանց, տարբեր համակարգեր, այստեղ նորից գաղտնիք չեմ բացում։ Ու գաղտնիք չէ, որ հաստատվող խաղաղությունը խաղից դուրս է թողնում Ռուսաստանին։ Ու ինչքան մոտենանք հունիսի 7-ին ընտրապայքարը մանիպուլյացիաներով ու էմոցիոնալ դրվագներով էլ ավելի է թեժանալու, վստահ են փորձագետները։ Դրսից կթեժացնեն Ռուսաստանը կորցնելով Հունգարիան, կորցնելով Մոլդովան, այս վերջի ընտրություններից հետո պարզ է իրանք մեծ ջանքեր կգործադրեն, որ չկորցնեն Հայաստանը։ Մեր ժողովուրդը չի հավատում Ռուսաստանին։ Ռուսաստանը մեզ գցեց, դուք կորցրեցիք քաղաքականապես Հայաստանը։ Վերջ։ Իսկ հայրենիքի պարամետրերը որոշում է իր հարևանների հետ հարաբերությունների մակարդակը։ Եթե դու որևէ հարևանի հետ ճշտամական հարաբերությունների մեջ ես քո հայրենիքի սահմանները նեղ են։ Որքան էլ ֆիզիկապես լայն լինեն, այդ սահմանները նեղ են։ Իրինամ Կրչյան, Դավիթ Մաչկալյան, Դավիթ Դանիլյան, Կիրակնորյա լուրեր։